676,000 մարդ։ Այսքան մարդ ամսական վճարում է 23.5 միլիարդ դրամ եկամտային հարկ։ Իսկ գիտեք այս գումարը ուր է գնում։ Կրթության ոլորտին, առողջապահության, միգուցե պաշտպանության կամ էլ ճանապարհաշինարարության։ Ոչ։ Ամսական 23.5 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվում է պետական պարտքի միայն տոկոսների սպասարկմանը։ Ահա այս թիվն է ավելի կարևոր արձանագրել պետական պարտքը քննարկելուց եւ ոչ թե պետական պարտքի չափը։ Այսինքն մենք ամսական ինչքան գումար ենք ծախսում պետական պարտքի սպասարկման համար, դրա փոխարեն չկատարելով բազմաթիվ ավելի կարևոր ծախսեր։ Օրինակ 2025 թվականի առաջին 9 ամիսների համար պետական բյուջեից 212 միլիարդ դրամ ծախսվել է պետական պարտքի միայն տոկոսների վճարմանը։ Այսինքն այս գումարը որևիցե ծախս չի արվել, որը նպաստում է պետության, քաղաքացիների զարգացմանը, նրանց ծախսերին։ Այսինքն այս գումարը ուղղակի դուրս է գալիս։ Պատկերավոր ասած, երբ դուք վարկ եք վերցնում եւ այդ վարկի տոկոսներն եք վճարում, դրա փոխարեն չանելով այլ ծախսեր։ Համեմատության համար կրթության վրա ծախսվել է ավելի քիչ գումար՝ 204 միլիարդ դրամ։ Իսկ առողջապահության ոլորտի վրա մոտ 2 անգամ քիչ՝ 115 միլիարդ դրամ։ Իդեպ, որպեսզի չլինի թյուր պատկերացում, շատ հաճախ ասում են, որ այս պարտքը դե կուտակվել է տարիների ընթացքում, ոչ միայն այս իշխանության օրոք։ Մի կարևոր արձանագրում. 2017 թվականի համեմատ պետական պարտքի տոկոսը բարձրացել է ավելի քան 2%-ով։ Այսինքն, այսպես ասած, թանկացել է մեր պետական պարտքը։ Եթե 2017 թվականին պետական պարտքի տոկոսադրույքը միջինը կազմում էր 4.9%, ապա հիմա պետական պարտքի համար տարեկան վճարում ենք միջինը 7%։ Որպեսզի հասկանանք տարբերությունը, այս տարի տարեկան 125 միլիարդ դրամ ավել գումար է վճարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միայն պետական պարտքի տոկոսը թանկացնելու պատճառով։ Այսինքն ավելի շատ, քան առողջապահության ամբողջ բյուջեն է։ Իհարկե, բոլոր պետություններն էլ պետական պարտքի հետ առնչվում են, հնարավոր չէ առանց պետական պարտքի կառավարել բյուջեն, քանի որ շատ ավելի շատ ծախս են նախատեսում իրականացնել, քան եկամուտ են ստանում, դա ավելի արագ ծախսեր իրականացնելու համար է։ Սակայն շատ կարևոր է արձանագրել, որ պետական պարտքով վերցրած գումարները ծառայեն նպատակին եւ չդառնան պետության համար բեռ սպասարկման տեսանկյունից։ Ինչ պետք է անել պետական պարտքի հետ կապված, իհարկե մտածել, որ ամբողջ պետական պարտքը միանգամից կարելի է փակել եւ դրա փոխարեն չիրականացնել այլ ծախսեր, տրամաբանական չէ։ Սակայն հաշվի առնելով, որ այսօր աշխարհում կան ավելի լավ հնարավորություններ ավելի էժան փող վերցնելու եւ այնինչ անում է կառավարությունը բոլորովին հակառակն է անում, հիմնականում ներքին աղբյուրներից ավելի թանկ տոկոսով վարկ է վերցնում, պետք է փորձել կրճատել պետական պարտքի տոկոսադրույքը, այսինքն վերցնել ավելի էժան վարկ եւ եթե այս օրինակով ցույց տվեցինք այս բայի, ընդամենը 2% մեր պետական պարտքի ամբողջ ծավալը կարողանանք էժանացնել, այսինքն 7%-ի փոխարեն եթե մենք ունենանք 5% վարկ, կխնայենք տարեկան 125 միլիարդ դրամ, որը ավելի շատ է, քան ամբողջ առողջապահության բյուջեն։ Այսինքն մենք առողջապահության ծախսերը, օրինակ, կարող ենք 2 անգամ կրկնապատկել, եթե մի քիչ ավելի խելամիտ վարվենք պետական պարտքի սպասարկման հետ։